Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր միշտ մեզ հետ են մեր կողքին։ Եվ իհարկե մենք ուրախ ենք, որ մեր հերթական հանդիպումը կայանում է հատկապես այս օրերին, երբ կարծես թե ինչ-որ դրական տեղաշարժեր են ուզում նկատվել, բայց աշխարհը խառնված է, անգամ, ինչպես ասում են, աշխարհի հզորները մի տեսակ չգիտեն թե ինչ անեն, բայց մեր այսօրվա հյուրի հետ մենք փորձելու ենք այդ հարցի պատասխանն էլ գտնել, իսկ այսօր մենք իսկապես հրաշալի հյուր ունենք մեր լավագույն մտավորականներից մեկը Միքայել Հայրապետյանն է մեր թաղավարում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վաղուց չենք հանդիպել, ինչպես եք։ Դուք լավ լինեք, առողջ եղեք։ Դե ձեզ համար էլ շուտով որպես դասախոսի անձնավորություն, դասախոս այսպես այն էլ բարից լավ իմաստով շուտով ձեզ մոտ սկսում է ուսումնական նոր տարին, ես հասկանում եմ, որ դուք էլ նոր ծրագրեր ունեք, բայց վերադառնանք այս մեր օրերին ինչ իրավիճակ է, ասեցի, որ անգամ աշխարհի հզորներից շատերը չեն հասկանում, թե ինչ է կատարում։ Եթե աշխարհի հզորները չեն հասկանում, ես քանի գլուխ ունեմ, որ կարողանամ հասկանալ։ Մենք պարզապես կարող ենք մեզ համար լավ սկզբունքներ կամ տանելի սկզբունքներ եւ տանելի դիրքավորում որդեգրել։ Այդտեղ է, որ պիտի հաշվարկները կատարենք, թե Միացյալ Նահանգները կհաղթի, թե Ռուսաստանը, թե Չինաստանը, թե Միացյալ Եվրոպան, իրենք նույնիսկ չգիտեն մենք որտեղից իմանանք, բայց մենք բոլոր տարբերակների համար պիտի պատրաստ լինենք։ Արդյոք դրանք փոփոխականներ են, թե կան հաստատուն արժեքներ։ Հաստատուն արժեքներ կան, այ հենց մենք այդ հաստատուն արժեքների ուղղությամբ է, որ այսօր մտածելու խնդիրն ունենք։ Լավ կլինի, որ պատրաստ լինենք բոլոր տարբերակներին, իսկ բոլոր տարբերակների պարագայում էլ ոգեղենությունն է պետք։ Այդ ոգեղենությունը կարողանանք պահել, բայց ոչ ուռա հայրենասիրությունն էլի։ Պարոն Հայրապետյան, դե ընտրությունները, ինչպես ասում են, արդեն մնացին պատմության գրքում, մենք անցանք այդ ժամանակահատվածը, սկսվել է արդեն նոր փուլ, օգոստոսի 2-ին մեկնարկում է ազգային ժողովի նոր 9-րդ նստաշրջանը եւ սպասելիքները ամեն մարդ իր չափով ունի։ Դուք ինչ սպասելիքներ ունեք։ Օստապ Բենդերը կասեր, միթե ես նման եմ մարդը, որ կարող է ազգականներ ունենալ։ Արդյոք ես կարող եմ սպասելիքներ ունենալ այսօրվա, գալիք, երեկվա, առաջին օրվա խորհրդարանից։ Մեր 30-ամյա անկախության շրջանը ցույց է տվել, որ եթե ազգային ժողովն իրենից արժեք ներկայացնում էր, դա եղել է միայն մինչև 95 թվականի եղած Գերագույն խորհուրդը, որ անցումային էր խորհրդայինից դեպի անկախ Հայաստան, այդ Գերագույն խորհուրդը, որը այնտեղ էլ դաշնակ կար, էլ հնչակ, էլ ռամկավար, էլ հրշական, էլ ԱԺՄ-ական, էլ ԱԻՄ-ական, այսինքն կարծիքների բախում կար եւ կարող էին ազգային ժողովի падգամավորներն ազդել գործադիր իշխանության վրա, գործադիր իշխանությունն էլ իրեն զուսպ պիտի պահեր, որպեսզի հարվածների տակ չընկներ, բախումների չգնար։ Դրա համար կարգին խորհրդարան էր։ Դրանից հետո 95 թվականի ընտրություններից հետո մենք տեսանք ինչ եղավ։ Մի գիշերվա մեջ հանկարծ բոլորը երկրապահ դարձան։ Հետո տեսանք, որ այդ նույն падգամավորները հավաքվել էին Գագիկ Ծառուկյանին, որ Սերժ Սարգսյանը անարգանքի սյունին պիտի գա մեր, չէ, անգամ իր խնամին էր ասում բամփեք գլխին բան։ Զգացինք, որ այսպես մենք վարընթաց իջնում ենք, գահավիժում ենք դեպի ներքև, թե մինչև ուր է տանում այս անդունդի խորքը, չգիտեմ, դրա համար որևէ ակնկալիք ունենալ չարժե բացարձակապես։ Ինչի համար, ոչ թե նրա համար, որ անմեղության կանխավարկած չենք հարգում, այլ նրա համար, որ հետո ավելի շատ չհիասթափվեն։ Մի անգամ այդպես եղել է, չէ՞, հենց չէ, երկու անգամ, մի անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին էին պաշտում 90-ական թվականներին եւ գուցե պաշտել է չէ, բայց որ արժանի էր ինքը մեծ սիրո եւ մեծ հարգանքի փաստ է, բայց հետո ամենաշատը սկսեցին նրան ատել, որտեվ իրենց հույսերը պատերազմի թե ինչ օբյեկտիվ պատճառներով չարթարած։ Հետո երկրորդ անգամ եղավ 18 թվականին։ Նիկոլ Փաշինյանն աստված էր կամ կիսաստված, հա, ոնց էր Բենդերն ասում։ Հիմա համատարած ատելություն կա մի հսկայական, այո, դրա համար զուր հույսեր, ոնց որ Դիկենսն էր ասում, հա, պետք չէ ունենալ, որպեսզի հետո հիասթափությունը խորը չլինի։ Պարզապես մերն է, հիմա ունենք
Սա, իսկ սա մերն է, ուրիշը իր լավը չի բերելու մեզ տա։ Փորձենք սա, եթե կարող ենք ամոթ թանկ տալով, չգիտեմ, ոչ թե սպանելով, ծեծելով, հայհոյելով, այլ ուղղակի սրտի լարերի վրա խաղալով մի քիչ ավելի դրական ուղղությամբ տանել։ Միևն է ոչինչ չի կարող փոխվել, այս խորհրդարանները իրենց բան չի ներկայացնելու, մանավանդ տեսանք ովքեր ինչեր են անցել։ Եվ ինչպես։ Այո, եւ ինչպես ծիծաղելի է, վշտալի է, բայց նաեւ ծիծաղելի է։ Իբրագիմովիչի մտքերի հետ որ մենք նման չենք այն։ Այո, դրա համար մեր խորհրդարանն է հիմա։ Իհարկե, մեր հիվանդ ոչխարը օտարի առողջ գազանի հետ չի կարելի փոխել։ Այսա սկզբունք սարքենք։ Սա ոչխար է, հիվանդ ոչխար է, բայց մերն է։ Եվ օտարի առողջ գազանի հետ, ինչպես Սահակ Պարթևն էր ասում, չի կարելի երբեք փոխել։ Դե իհարկե շատ ցավալի է, բայց պատմությունը կրկնվում է, գիտեք, չէ՞։ Հիշատակեցիք Ծառուկյանին, հիմա էլ չէ Ծառուկյանի հետ կապած էպոպեան նոր տապ է ստացել այս իշխանություններով։ Գիտեք, պատմությունը կրկնվում է, եթե պատմությունը չեն կերտում։ Պատմությունը կրկնվում է տխմարների համար։ Եթե մեր պատմությունը պարբերաբար մանավանդ իր ողբերգական էջերով անընդհատ կրկնվել է, ուրեմն մեղքը մեր ներսում պիտի փնտրենք, մեր տխմարության մեջ։ Իսկ ուժեղները, որոնք պատմություն են կերտում, նրանք անընդհատ զարգացման դիալեկտիկայի մեջ են, նրանք նոր բաներ են հայտնագործում եւ ոչ թե անընդհատ կրկնում են։ Իսկ դուք բերեցիք հա լավ, հիմա Ծառուկյան բանտում նստած է, բան չեմ կարող ասել, իմ դաստիարակությունը թույլ չի տա, բայց գիտենք չէ, որ մեր երկրի այսօրվա վիճակի համար նաեւ այդպիսի մարդկանց ենք ճակերտյալ պարտական, որ մենք այսպիսի բարոյականություն ունենք, համատարած բարոյականություն, այսպիսի արժեքներ են երկրի ներսում, երբ որ անգրագետ մարդիկ դրանք բան, հա, էլի կային չէ այնտեղ շմայից բան, լիքը տղեր կային, չէ, գոնե նրանք ծառայություն ունեն, էլի շմայիսը մանվել է բան, երկրի առաջ գնացել կարվել էին գոնե։ Այս սենսները իմ եւ ձեր երեխեքի համար պիտի կրթության օրենք գրեին, պիտի անվտանգության օրենք գրեին։ Բա մեր վիճակը ուզում եք սրանից լավ լիներ, չեմ ասում թե լավ է արվում, թե վատ է արվում, բայց որ քաղաքական ասպարեզից ոչ քաղաքական, նույնիսկ հակաքաղաքական էլեմենտները պիտի դուրս մղվեն, դա փաստ է։ Թող դուրս մղվեն, բայց այդ չի նշանակում, թե նորմալ քաղաքական էլեմենտներ կգան, էլի։ Դրանց փոխարեն նոր երիտասարդ շնագայլեր, հա, շակալ էի ուզում ասել, նոր շնագայլեր են գալու։ Հայերեն փորձեցի ասել։ Պարոն Արևելյան, տեսեք, արտաքին աշխարհում իսկապես լուրջ փոփոխությունների են տեղի ունենում։ Մենք հայերս պատրաստ ենք դիմակայելու այդ փոփոխություններին, ինչ կարող ենք դրանից շահել, ինչ կարող ենք կորցնել։ Շահելը գրեթե բացառված է, գրեթե ոչ ամբողջությամբ։ Կորուստ ունենալը շատ հավանական է, այ մեր խնդիրը մի անգամ Վանո Սիրադեղյանն էր բավականին խելացի ձևակերպել, որ փոքրաթիվ ժողովուրդների խնդիրը այդ մեծերի բախման մեջ եղածը պահելն է, հնարավորինս քիչ կորուստ ունենալը։ Մենք եթե տարբերակներ քննարկենք, լավ, մեր բնական դաշնակիցն է Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Իդեպ մենք իրենց պարտական ենք 20 թվականի պատերազմից հետո Էրդողանն էլ գնաց Թեհրան, բանն էլ գնաց, Պուտինն էլ գնաց Թեհրան, իրենք գնացին ոդկը հանգուցյալ Խամենեի իրենց հոգևոր առաջնորդի, որ թույլ տար Սյունիքը վերցնել, ասեց չէ, այլևս դա մեզ համար կարմիր գիծ է, մենք իրենց պարտական ենք, շնորհակալ ենք, անկախ նրանից, թե մեր այսօրվա դաշնակիցներ, Ամերիկան, չգիտեմ, մյուսները ինչ կմտածեն, չարժե որ երախտամոռ լինենք, այ արժեքներից, բարձրագույններից մեկն է, գիտեք, երախտագիտության զգացումը, հիմա համատարած երախտամոռություն է, թե անհատական մակարդակում, թե ժողովրդային մակարդակում, անհատականով նայեք, մինչև իշխանության գալը պարոն Փաշինյանն անընդհատ Վանոյի հետ նկարներ դնում, բաներ էր անում, ամբողջ համացանցը դա էր։ Վանոյի մենակ դիակը բերեցին իր օրոք թաղեցին, բայց երկար ժամանակ կար այդ մարդուն բերելու։ Հասկանում եք, այստեղ երախտագիտության մյուսների մասին չասեմ, թող իրենք գան, կենթանի մարդիկ կան, թող գան ասեն, ինչ ամագ են դրել վրեքը եւ հիմա եւ իր մերձավորների վրա,
քաղաքական մերձավորները եւ հիմա ինչ վիճակում են։ Այ մենք էլ չլինենք երախտամոռ։ Հիմա եթե երախտամոռ չենք, կտեսնենք, որ Իրանը այո, շարունակում է մնալ մեր բնական դաշնակիցը։ Ինչքանով կկարողանանք խաղալ այս սահմանում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներն այստեղ իր անունով թրիփի, հա, ճանապարհ է ուզում սարքել, Իրանը դրան ինչ պայմաններով կհամաձայնի արդյոք թե չէ, վաղը Իրան լինելու է թե ոչ, որ տիպի Իրանի պարագայում ենք մենք մեզ ոնց պահելու։ Իդեպ դեմոկրատիկ Իրան եղավ շահական կամ հա այն ժամանակվա շահականի կամ ֆեդերատիվ կամ կոնֆեդերատիվ Իրան եղավ մեր պահվածքը լրիվ ուրիշ պիտի լինի, բայց ոչինչ չի փոխվում բնական դաշնակից լինելու պարագայում։ Այ եթե կիսվեց Իրանը, այդտեղ արդեն պարսիկ ժողովուրդը մեզ ընդհանրապես մենք նրանց հետ կապ չենք ունենա։ Եթե դուք Մեղրիից դուրս գաք, 1000 կիլոմետր պիտի գնաք, որ տեսնեք առաջին պարսիկին։ Մենք շրջապատված ենք Թուրքական օվկիանոսով։ Մենք կղզի ենք, պատկերացրեք Զատկի կղզու նման, հա, բոլոր կողմերից օվկիանոս եւ այդտեղ մենք փակված։ Մենք երկու ճանապարհ ունենք։ Կամ պիտի զոհ գնանք այդտեղ օվկիանոսին, կամ պիտի ատոմները կրճտացնելով մենք ձկնորսություն սովորենք, կարողանանք գոյատևել։ Մենք Թուրքական օվկիանոսով ենք շրջապատված։ Եվ Իրանի սահմանն է թուրքական, եւ Թուրքիան է թուրքական, եւ Վրաստանի մեզ հետ ունեցած սահմանն է թուրքական, եւ այսօր որ բարեկամություն են կամ հաշտություն են ուզում կնքել Ադրբեջանն է թուրքական, մենք այդ օվկիանոսի մեջ ենք։ Մենք վերջին կղզին ենք, որի դրոշակին խաչ կարող էր լինել։ Արևմտյան քաղաքակրթությունը տարածաշրջանում պարտություն է կրել։ Նենց չէ, որ արևմտյան քաղաքակրթությունը ոնց հաղթարշավով գնում է։ Իրենցը չէր ամբողջ մերձավոր արևելքը տվեցին ժամանակին։ Սալահիդինն եկավ ռադարեց, մեր Կիլիկյանն էլ հետը, օսմանցիներն էլ եկան դա վերցրեցին։ Գնացին մինչև Վիեննայի պատերի տակ հասան։ Մենք ու Վրաստանն ենք մնացել, նրանք գոնե ինչ-որ մի կերպ ծովին կպած են, ծովով սահման ունեն Եվրոպայից։ Մենք փոքրիկ կղզիացած մի հատ վիճակում ենք, ինչ է լինելու։ Արդյոք կրոնական հանգամանքն է 21-րդ դարում հաստատ արժեք է, բայց որոշիչ արժեք է թե չէ, դերակատարություն ունենալու է թե չէ։ Վերջի վերջո հիմա դուք կարող եք հենց հիմա ինձ հակադարձել, ես էլ դա կհակադարձեմ մեր Չակերտի կեղծ ազգայնականներին, տեսեք, ասում են թուրքը մեր թշնամին է, ես հիշում եմ, որ մի ժամանակ այդպես բան գնաց, չէ, մի քանի տարի բոլորը Facebook-ում գրում էին թուրքն իմ թշնամին է, այն ասենք լոսում նստած բանան են ծամում ու Facebook-ում գրում են թուրքն իմ թշնամին է։ Մի քիչ գիտակ մարդ, հայ կուզենամ էլի բացեք դուք հեռուստաընկերություն եք, կանչեք պատմաբանների։ Թուրքիայում բնակչության որ տոկոսն է, որ թուրքական արյուն ունի։ Գիտեք, բազում գրքեր կան, օրինակ ասենք մի գրքում այսպիսի բան կարդացի, հայրենի գյուղս օխու այդ վերնագրով գիրքներ, այնտեղ հեղինակն ասում է, պատմում է, Մուշից էլ դեպի արևմուտք ընկած հայկական մի գյուղ շրջապատված քրդական եւ թուրքական գյուղերով, ասում է քրդերը մեզ ասում էին, տեսեք, ամենաշատը ձեր թշնամիները գիտեք ով են, այն գյուղի թուրքերն են, որովհետև դրանք ընդամենը 70 տարի առաջ են թուրքացել, դրանք մաքուր հայեր են, դուք էլ գիտեք, չէ՞։ Ասում այդ մարդն էլ ասում է, այո, մեր գյուղն էլ կեսը հայեր, կեսը քուրդ էր։ Մի եղբայրը հայ, մյուս եղբայրը քուրդ։ Հիմա այդ որ մենք բողոքում ենք 15 թվականի ցեղասպանություն իրականացնողներից, հա, թուրքերից, պատասխանատուն հաստատ Թուրքիան է, որտեղ իր պետության սահմաններում եղել։ Բայց եկեք հենց մի հատ ժողովրդին նայենք, այդ ժողովրդի մեծ մասը իր արյամբ հույն է, երկրորդ տեղում հայերն են, թուրքական տարրը շատ ավելի քիչ է։ Տեսեք, սովետի կարոտախտով տառապողներ կան, չէ՞։ Սովետական միությունում ոնց զինանշանորներ, բան չէ, այսպիսի բաներն են, որ պետության ատրիբուտներ են։ Մեկը էլ փողն է, չէ՞, դրամը։ Դրամի վրա 15 լեզվով գրված էր, չէ՞, ռուսերեն, բան էս, փոքրիկ հայերենով էլ գրված էր, ասենք 5 ռուբլի, 3 ռուբլի, 10 ռուբլի։ 15-ից մեկն էինք, որ հայերեն տառ կար այդ փողի վրա։ Թուրքական օսմանյան փողի վրա 4-ից մեկն էինք։ Հարաբերակցությունը ոնց է։ Գրված էր օսմաներեն, հայերեն, հունարեն եւ ֆրանսերեն, այն ժամանակ միջազգայինը կամ
միջազգային հաղորդակցման լեզու, միջազգային լեզու կեղծ կատեգորիա չկա այդպիսի բան։ Հաղորդակցման միջազգային լեզու ընդունված էր ֆրանսերենը։ Այսինքն բաներ կան, որոնք մենք պիտի պատասխանենք։ Հիմա որ քրդին քերթես տակից հայ դուրս կգա արևմտյան Հայաստան։ Իսկական քրդեր եթե ուզում եք տեսնել, պիտի գնաք Իրաքի հյուսիս արևելք կամ Իրանի Զագրոսը, հա, Քուրդիստան օստան պիտի գնաք։ Մնացածը հայերի խառնուրդներ են, մասնավորապես Թուրքիայինը։ Հիմա ինչ, այս նացիոնալիստներին եմ ասում, իրենց նացիոնալիստ երևակայողն են։ Եթե արյունով է որոշվում, հələ թող մի հատ իրենց արյունը եւ ասենք, չգիտեմ, մուշում ապրող որևէ քրդի արյուն ուղարկենք Կանադայում գենետիկ անալիզի։ Կտեսնեն, որ նույն բանն են։ Այսինքն սրանք վաղուց քրդացած։ Այսինքն այնտեղ ապրող քուրդը, որին զատում է, որպես հայ, հայաստանցի, հա, կամ թուրքը, որին զատում է, գենոտիպով նույնն է։ Եվ այս գենոտիպովը որն է հիմա իմ թշնամին, Մարգարիտա Սիմոնյանը, Սերգեյ Լավրովը, որ էլի ազգանունով հայ են, ասենք Մարգարիտա Սիմոնյանն ազգանունով, նա էլ չգիտեմ ում ազգանունով։ Հիմա որն է հայ, այսինքն մենք սրան պիտի պատասխան տանք։ Ռապել Պատկանյանը ճիշտ էր նկատել, որ գրում էր ով է հայը։ Եկեք մի հատ այս հարցերին պատասխան տանք, իսկ այս հարցերը շատ կարևոր են, ասում եք, այդ մեծերը նույնիսկ չեն հասկանում ինչ է կատարվել։ Ռուսները չգիտեն պարտվելու են, թե չեն պարտվելու։ Զելենսկին չգիտի ինչքան ձգի կկարողանա ոտքի մնալ, այդ չքնաղ ապստամբություն բարձրացրած ժողովուրդը թե չի կարող ոտքի մնալ։ Միացյալ Նահանգները օրը մի բան է փոխում։ Եվրոպան տեսնում ենք ներսից ոնց է ճաքեր տալիս։ Բա մենք ընկած այստեղ այնց լող գյուդում ենք, այս լող գյուդում ենք, այսինքն ամեն ինչ իմանում ենք, հետևանքը սա է լինում։ Մենք պիտի իմանանք հաստատուն արժեքները որոնք են, սրանց վրա կառուցենք։ Թե չէ դրել ենք կեղծ հայրենասիրության վրա, կեղծ լիբերալիզմի վրա ենք դրել, հայտարարություն է կատարվում, հա։ Այն որ ասում են էշի խրտնածը ձյուծ արագ է վազում, այս մերոնք են։ Ազատախոհներ, էլի, երևի Մեսի, կեն Ռոնալդո, դրանց վրա ավելի քիչ դաջվածքներ կան, քան այսօր փողոցներում ֆրֆռացող հայ երեխեքի։ Այն Ռոբերտ Սահակյանցուն ենք, այդ տաղանդավորագույն մի մուլտիպլիկատոր, որ մեծ շրթունքներով ծովահարսեր էր նկարել մուլտիկի մեջ։ Ոնց որ այսօրվա Երևանը նկարածել։ Հասկանում եք, մենք այդ կարևոր մի արժեքից հրաժարվում ենք։ Մենք օրգանիկությունից հրաժարվում ենք, չենք ուզում բնական լինենք։ Այդ չենք ուզում բնական լինել, դրա համար էլ տղերքը ղզիկ են դառնում, մի ծայրահեղություն, կամ էլ մյուս ծայրահեղությունը եզ են դառնում, հայհոյաբերան, ոչ մի բարեկրթություն։ Այդ նաև կիրթ բառը պիտի հասկանանք։ Կարելի է էլ ասեմ, ես մի քանի օր անդադ այս կիրթի հետ կապված եմ բանում։ Եթե օրինակ ասենք կիրթ բան է, եթե ես կամ դուք որ հայ ենք, գնանք որևէ իսլամական մշակութային օբյեկտ ոչնչացնենք։ Դա անկրթության նշան է, չէ՞, պատմական արժեք է ներկայացնում, ազգային արժեք է մարդկանց համար։ Պատկերացնում եք այս չեկիստի զավակը Իլհամ Ալիևը Ագուլիսի ամբողջ այդ հրաշք անտառը խաչքարերի մի հատ էլ տենց ունենք նորադուսում Գեղարքունիքում ամբողջը ոչնչացրեց այն ժամանակ երբ որ ոչնչացնում էր մեր այսօրվա վարչապետը թերթի խմբագիր էր չեմ հիշում արդյոք իր թերթում էլ գրեց թե չէ բայց երևի Երևանի վերջին շունն ու կատուն էլ գիտեին որ Ալիևն այդպիսի բարբարոսություն արել բոլոր թերթերը գրեցին Բայց դրանից հետո ոնց կարող էր առաջի հանդիպումից հետո ասել կիրթ մարդ է Ապշելու էլի Հիմա մենք որպես կիրթի պիտի հարաբերվենք թե չէ կիրթ մարդ է ասենք մենք գնանք այսօր Բաքուն էլ հետը գրավենք դուք ձեզ թույլ կտաք Երևանում բացել նրանց զինանոցը ցույց տվող եւ նրանց խրտվիլակները ադրբեջանցիների խրտվիլակներ դա բարբարոսություն է Դա կիրթի ուղիղ հակառակն է այ հիմա քանի որ մենք կիրթը չենք հասկանում այդ չհասկացողների սարքած վիճակն էլ սա պիտի լինի չհասկացողների սարքած այս վիճակը ունակ լինելու է այսօրվա ու վաղվա մարտահրավերներին դիմակայել վաղվան ավելի սոսկալի կարող է լինել էլի Աստված չանի որ շատ ավելի խորանա տարածաշրջանում հույսներից իրոք մենակ Աստված է մնացել որտեվ Իրանի հարցը այսպես թե այնպես մակընթացությամբ տեղատվությամբ Միացյալ Նահանգները պիտի լուծի որովհետեւ Իրանը ոտքի տակ ընկած մի բան է Չինաստանի խնդիրը լուծելու համար սա երբևէ լուծվելու է մենք ինչքանով ենք պատրաստ սրան մենք ում հետ կարող ենք դաշնակցել այս պետության ղեկավարներից մեկը
ասաց, որ մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, մենք էլ իրենց անվտանգության երաշխավորը, չգիտեմ հասկանալով է ասել, թե չհասկանալով, բայց այնքան խելոք բան է ասել։ Մենք երաշխավորն ենք, գիտեք, Ադրբեջանի անկախության։ 1918 թվականին, երբ որ 3 հանրապետություններ ստեղծվեցին ռուսական կայսրության փլատակների վրա, առաջին հերթին ռուսները Ադրբեջանը սովետականացրեցին, նրանց զրկեցին անկախությունից, հետո անցան մեզ, հետո անցան Վրաստան։ Այստեղ մենք ճակատագրով կապված ենք, թե չէ։ Այսինքն միանշանակ չէ, մենակ սև ու սպիտակ չի, տարբեր գույները պիտի կարողանանք հասկանալ։ Ինչքանով է ձեռք տալիս Ադրբեջանին, որ Հայաստան պետությունը վերանա։ Այսօրվա կլանին նույնիսկ այդ ինձ համար շատ զզվելի անկիրթ մարդուն, Ալիևի կլանին անգամ։ Ինչքանով է ձեռնտու։ Չնայած ես գիտեմ, որ այնտեղ էլ տեսականորեն պիտի որ լինեն շատ կիրթ մարդիկ, ինչպես օրինակ իրենց այդ քարե երազների հեղինակը Այսլին, հա, գրող Այսլին, փառահեղ վիպակ էր գրել։ Այսինքն մենք թացը չորից զանազանելու, այն կիսախոնավը զանազանելու խնդիր պիտի դնենք, թե չէ դրել ենք կամ ինձ հետ ես կամ իմ թշնամին ես։ Եթե իմ թշնամին ես, քեզ ոչնչացնել է պետք։ Այն նույն ձևով էլ ծիծաղելի չէ, այսօրվա ասում եք ինչ խորհրդարան եք ասում, ինչ խորհրդարան։ Նայում եմ, ես հայկական ալիքներ չեմ նայում, բարեբախտաբար, որտեվ բախտը բերել է։ Ուզում եմ, որ ինձ սուտ ասեն, ոչ թե մերոնք, որտեվ մերոնց ասած ստից վատ եմ զգում եմ, որ սուտ ասանը երբևէ կործանվելու է, ինչպես որ Թումանյանի Սուտլիկ Որսկանի մեջ է, չէ, ասում եմ, ոչ աշներս բան տեսա, ոչ բերաններս բան գնաց։ Ուզում եմ ռուսը սուտ խոսի, ռուսի սուտ խոսելուց էլ շատ հրճվում եմ, զգում եմ, որ վախճանը մոտ է։ Ինչքան շատ են կեղծում, այնքան վախճանը մոտ է։ Նայում եմ իրենց ալիքները, հեսա մի քանի օր է գիտեք ինչ է գնում։ Հայաստանի մասին ինչ-որ ռեպորտաժ ֆիլմ են նկարել, դրա ռեկլամն են անում։ Այնտեղ այսօրվա այդ հավակնորդներից Գագիկ Ծառուկյանն է խոսում, հա, պատկերացնում եք խեղճ ժողովուրդ, որի խոսափողը պիտի լինի մեր մտքի տիտանը, էլի, Գագիկ Ծառուկյանը լինի մեծ իմաստունը։ Եվ խոսում է նաև, որի հանդեպ լուրջ հարգանք ունի, էլի, մտածում եմ մարդը գոնե Հայաստանում չի թալանել, թե Ռուսաստանում ինչ արել է Սամվել Կարապետյանը եւ երախտապարտ եմ Հայաստանում շատ լավ գործեր է արել։ Այդ անցումները, այդ կրկեսը մեր մայրաթորը Սուրբ Էջմիածինը վերանորոգել, մարդը շատ փողեր է բերել դրել։ Դրա խոսելը, որ լսեցի, ասես ինչ պատուհասից ենք փրկվել մենք։ Պատկերացնում եք Ռուսաստանում ասում է ռուսական ալիքին տալիս է հարցազրույց եւ այնտեղ ասում է Նիկոլ Փաշինյանն ուզում է հակառուսությունը վաճառել արևմուտքին որպես ապրանք։ Այդ մի կողմ թողնենք, որ շատ էլ լավ է անում, եթե իհարկե կա այդպիսի բան։ Բայց իհարկե ինչ ունես, այն էլ օթից բռնած բաներ պիտի կարողանաս վաճառել։ Մեզ վրա ոնց են վաճառում։ Այն նիկոլեական ժներից լապշաներ կախեցին, ոչ մի արժեք չտված Ղարաբաղը ձեռքից վերցրեցին։ Գոնե ստանար դրա դիմաց մի բան։ Դրա դիմացը հետո է ստանում, այն էլ փորձում է ստանալ, չի կարողանում, իրեն ճղում է, թե անկախություն ենք ձեռք բերել, բայց հենց չի ստացել այդ արժեքը։ Հասկանում եք, օտարին դանոց տալը սոսկալի բան է, ասում ես, քանի որ քո շահերին չի ծառայում Ռուսաստան, այնքան նման է այդ բանին, երբ որ մեր դավաճան իշխանները եւ մի քանի փերեզակ հոգեվորականներ նամակ գրեցին Պարսից արքունիք, թե թակավոր չենք ուզում, արի մեր պետությունը վերացրու տեղը մի հատ պարսիկ մարզպան դի։ Այդ պարսիկներն էլ մի քանի 100 տարվա երազանքներ իրականացրին, ասին թող ռադ լինի ձեր Արտաշիրտ թակավորը, տեղը պարսիկ մարզպան բերեցին։ Ճիշտ նույն բանն է, օտարի մոտ մերին ինչքան էլ ուզում է լինել կրկնեմ Սահակ Պարթևի խոսքերը։ Իմ հիվանդ ոչխարը օտարի առողջ գազանի հետ չեմ կարող փոխել։ Շարունակությունն էլ կա, գիտեք, ասում է, որովհետև նրա առողջությունն արդեն իսկ վնաս է ինձ։ Օտարի առողջությունն արդեն իսկ վնաս է ինձ։ Մեր այս ողորմելի վիճակը մտածական է եւ իրար արժանի, չգիտեմ, հիասթափվեց էլի այդ մարդուց էլ, ափսոս իմը տնային կալանքի տակա թե չէ գեշ հայոյանքներով կխոսեի, ոնց որ մի քանի տարի առաջ ձեզ մոտ խոսեցի, որ ռուսական դպրոցների հետ կապված, ռուսերենի հետ կապված մեծ խոսել էր, այն ժամանակ քաղաքականություն բան չկար։ Հիմա ուղղակի կալանքի տակա ավելին չեմ կարող ինձ թույլ տալ, թե չէ Նայիրի Զարյան կլնենք էլի, որ Բակունցը նստած էր ինքը Խորհրդային Հայաստան թերթում Բակունցի մասին հոդված էր գրում գլուխը ուտողներից մեկը, որտեղ իսկ որ Նիկոլեն գլուխ կուտեն,
այս ընտրությունները ցույց տվեցին պերաշկուց ու եգիպտացորենից սկսած ամեն ինչ ուտում էին, չեմ բացառում, որ մարդու գլուխ էլ կուտեն էլի։ Հաճույքով։ Հա, մանավանդ քյալի վրա այդ տեսարանները կան, չէ, YouTube-ում, Գյումրիում, որ ընկեր քյալա էր ուտում բան։ Այդ ուտելու հետ կապված էր, գիտեք, ամբողջ քարոզարշավը սարքեցին ուտելու վրա, բա որ տենց ուտող տղերք եք։ Բա չեք հասկանում, որ Ալիևն էլ դուք ո՞նց եք զգում։ Ուտելուց է չէ ախորժակը բացվում։ Բա Ալիևին մի կերա կրեք, թե չէ ախորժակն ավելի է բացվելու։ Ատամ ցույց տվեք, ոտներդ գետնին խփեք։ Բա սահմանազատում եք անում, ինչի կանգնես։ Դա եկեք պատասխան տվեք։ Մենք բեզաչոտ լիվի ենք, էլի հասկանում եք, իսկ այտենցներին ապտակում են պարզապես։ Պատմությունն ապտակելու է մեր իշխանությանը, որովհետև անպատասխանատու են։ Ես ուզում եմ ձեզ այսպես հարցնել, այն անվտանգության մասին, որ անդադ մերում խոսում են, իրոք կա մեր երկրում, մենք անվտանգությունը մեր երկրի, մեր ժողովրդի ապահովել ենք։ Սիրելի պարոն Ղուշյան, ուրեմն անվտանգության մի քանի մակարդակ կա։ Անվտանգությունը համապարփակ երևույթ է։ Օրինակ կրթությունը անվտանգություն է, թե չէ։ Պատկերացրեք, ձեր թորնիկը գնում է դպրոց եւ ամեն օր առաջի ժամին գնում նստում է սեղանի վրա, ասենք այն գեղեցիկ պատկերներով հոբ երանելու ապուշ ժպիտը դեմքներին կերպարներ են, չէ, գունավոր, մունավոր, զենք չվերցնես, բան, աստծո արքայություն, այսպիսի բաներ են գրած։ Մի օր, երկու օր, 10 օր, այդ երեխան բանակից խուսափելու է ձեր թորնիկը։ Սա անվտանգություն է, թե չէ։ Ինչ ենք բանանում, եթե Նժդեի անունը չենք տալիս, եթե տալիս էլ վատ ենք տալիս, հա, եթե Մեսրոպ Մաշտոցին QR կոդով պիտի փնտրենք, սա անվտանգություն է, թե չէ, դրա փոխարեն ինչ է գալու մտնելու։ Անվտանգություն չէ, արդյոք օրինակ ասենք ճանապարհաշինությունը։ Եթե այսինչ տեղում ապստամբություն է կամ թշնամին հարձակվել է, կամ այնտեղ է մեր պետության ղեկավարներից որևէ մեկը, որին շատ կարևոր պիտի հասնել, օգնել, եթե ճանապարհը չկա, 2 ժամից են գնալու, փոխանակ կես ժամում հասնենք, մարդը մեռնելու է եւ այսինքն ամեն ինչ է անվտանգություն, բժշկությունը, բան։ Այսօր այսքան լծված հնդիկներ, բաներ դեմ չեմ, թող գան, Չափից ավելի շատ է։ Այ չափն էլ չգիտեմ որն է։ Չափը գիտեք ինչով պիտի, ոչ թե քանակով պիտի չափենք։ Եկեք մի հատ ուրիշ բանով չափենք, հա։ Մեր անվտանգության ծառայության մարմինները հնարավորություն ունեն այդքանին ուշադրության կենտրոնում պահելու, եթե ոչ մենք քաշված ենք։ Տեսեք, մենք թվում է թե անվտանգության հետ կապ չունի, չէ՞, բիզնեսը։ Yandex-ից, չգիտեմ, ես ասել եմ իմ հեռախոսի մեջ տես բաներ չկան, էլի ռուսական ոչ մի բան, Facebook-յան որևէ մեկը եթե իր անուն ազգանա ռուսերեն է գրել, նույնիսկ այդպիսի ընկեր չունեմ։ Բոլորը հանված են։ Բայց նայեք Yandex տաքսիները, հա, դրանք բոլոր ծակուցուկերը գիտեն։ Տեսեք, իրենք ճիշտ վերցնում են, որ հնդիկները հիմա ուտելիքը մենք ալարկոտ ժողովուրդ ենք դարձել, անդադ պատվիրում ենք, չէ՞։ Այո։ Բոլոր ծակուցուկերը գիտեն։ Դժվար է այդքան բազում հնդիկների մեջ, մենք էլ չգիտենք, չէ՞, մեր անվտանգությունը կարծում եմ ողորմելի կառույցի ռուսական ածանցյալ կամ էլ նրանց մի ստորաբաժանում։ Չգիտել էլի դրանցից ով ում լրտես է, 1000 հոգու մեջ 5 հոգի ունենան լրիվ բավարար է։ Եվ պատկերացրեք ամեն տեղից 5 հոգի քաշելով, հավաքելով, զորաշարժի ենթարկելով X պահին կարող են ամեն առանցքային կետերը վերցնել եւ այստեղ երբ ուզեն իշխանապողություն անեն, հեղափոխություն անեն, պարալիզացնեն պետությունը։ Լենը ոնց էր ասում, հերագրատաները, բաները, չէ, սրանք պիտի այդ մի քանի առանցքային կետերը վերցնում են ու վերջ։ Մենք վտանգված ենք նաեւ այդտեղ, իսկ ամենակարևոր անվտանգությունը, որ այդպես էլ մեր պետության ղեկավարությունը չհասկացավ, թեև ինձ թվաց թե պարոն Փաշինյանը հասկանում էր, երբ խոսում էին, հոգևոր անվտանգությունն է։ Հոգևոր անվտանգության մասին թույլ, բայց կարծում եմ հասկացած, խոսեց Էմի arczepiskopos-ը, Բագրատ arczepiskopos-ը, այո, ինքն էր կարծեմ թե մի քիչ հասկացել հոգևոր անվտանգությունից։ Այստեղ է վաղը, ինչքան լավ զենք ուզում եք ունեցեք, է Հայաստանում բերեք, ուզում եք լազերային, չգիտեմ, ատոմային, միջուկային, եթե իմ երազանքը այդ զենքով ոչ թե երկիրը պաշտպանելն է, այլ չգիտեմ, Ամստերդամի կամ Փարիզի որևէ սրճարանում նստած սուրճ խմելը, ես դա չեմ կիրառելու։
որովհետև այդ Ամստերդամի սրճարանում նստելու գումարը մի հատ թուրք, մի հատ ռուս, մի հատ չգիտեմ ինչ ինձ տալու է, ու ես դա չեմ կիրառելու։ Այսինքն ոգեղենությունն է կարևորը։ Մենք դրա համար կշերքի նժարի վրա եթե դնում ես, Հայաստանում ոգեղենությունն իսպառ ընկած է։ Այդ սիմվոլները շատ ճիշտ են, որ ուտելիք ամբողջ քարոզարշավի ընթացքում դա էր, չէ՞։ Նույնիսկ Երևանում խորոված անել։ Ես սոսկացել էի 18 թվականին, որ իդիոտները մայկեքը հակած Երևանի փողոցներում դրած ասֆալտի վրա խորոված էին անում։ Դա իդիոտության գագաթնակետ է, էլի դա դեգրադացիայի, նահանջի, կործանման ցուցիչ է։ Դե, պարոն Հայրապետյան, ես պիտի ասեմ, որ ձեզ հետ զրուցել միշտ շատ հաճելի է, որտեղ շատ հետաքրքիր թեմաներ։ Բայց զահլա եմ տանում, չէ, երկարացրեցի։ Չէ, հակառակը։ Ես ուզում եմ, որ մեր հատկապես մշակութային, գրական, կրթական այս ոլորտը գնալով ավելի հզորանա, բայց ցավոք այն ինչ տեսնում ենք շատ տխուր տպավորություն է։ Ես ձեզ նման եմ մտածում, կարծում եմ, որ հիմնարարը հենց դա է, կրթական եւ մշակութային ոլորտը, բայց ոնց որ ախր թշնամին շատ լավ հասկանում է, մենք համակարգային մտածողություն չունենք, հələ մի հատ նայեք։ Մեր պետականության ծննդյան օրվանից մինչև այսօր կրթության նախարարներ ովքեր են եղել։ Ասենք մի հատ լուսավոր կերպար կար, Վազգեն Մանուկյանը դրել էր, այն էլ մենակ միջնակարգ կրթության էլի, Արեգ Գրիգորյան, որ ինտելիգենտ մարդ էր, կիրթ մարդ եւ հայրենասեր մարդ, հա։ Հələ դրանից հետո եկողներն կամ գործից բան չէին հասկանում, կամ էլ դիտման դրված էին այդտեղ, որ վարիտային։ Իսկ մյուսներն էլ չհասկանալով էին վարիտա։ Թշնամին հասկանում է որտեղից է, որ մեզ հնարավոր է ամորձատել։ Իսկ մենք երկու հատ այդպիսի բան ունենք, այդպիսի աչքի լույս ունենք։ Մեկը կրթական, մշակութային, ձեր ասած, եւ մյուսը մեր բանակը։ Բանակը զրոյից էր ծնվել, Վազգենենք իրանց ճղում էին, բան, որ մի լավ բան անեին։ Հիմա ինչքան էր հաջողվում, Աստված գիտի, բայց հաջողվում էր, էլի գնալով լավանում էր։ Ես հիշում եմ 96 թվականին մեր բանակը քայլերքեր անգամ չուներ։ Երեխեքը երբ ես ծառայում էի, խեղճ զինվորները ճաշարան գնալիս անկապ բաներ էին երգում, չկար։ Հիմա փառք Աստծո, պետականությունը տվեց նաև մեր մշակույթի մեջ այդ ջիղը չկար, այդ մեր մշակույթի մեջ այդ ռազմական ջիղն ավելացավ։ Չգիտեմ, իհարկե պետք չէ որ ամեն ինչ ցույց տան եւ ես ու դուք էլ իմանանք, բայց արդյոք մենք ունենք այդ ակնածանքը մեր բանակի հանդեպ, արդյոք այնտեղից չէ որ դա հասարակությունից դուրս չէ, ուղիղ հակառակը հասարակության ոսպնյակով ոնց որ խտացրած կենտրոնացումը լինի այնտեղ ոչ կանոնադրական հարաբերություններ, մի քանի օր առաջ էլ դարձյալ զոհ ունեցանք։ Մենք կես զոհ անգամ չպիտի ունենանք բանակում։ Չնայած դեմ չեմ հասկանում օբյեկտիվ պատճառ կա, բայց իհարկե տղամարդն այդքան որս տղեկ են հավաքել իրար գլխի, բայց իհարկե պետք է խփեն իրար, բայց այդ էներգիան մեր տխմարությունից է գալիս, որ մենք ճիշտ ուղղորդել չգիտենք։ Էներգիան ինքնաբուխ է, օբյեկտիվ է, բայց այդ էներգիան ինչպես կարելի է ուղղորդել։ Տգետ են չեն հասկանում, չեն կարողանում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, ափսոս, որ վատ բառերով ավարտեցի։ Չէ, բաց չէ, ընդհանրապես շատ կարևոր նորից եմ կրկնում թեմաներ արծացեցին եւ դրա համար միշտ շնորհակալ եմ։ Շիրի բարեկամներ, մենք այսօր հյուրընկալել ենք իսկապես մեր լավագույն մտավորականներից մեկին Միքայել Հայրապետյանին ու մեր հավատացիք միշտ հետաքրքիր է զրուցել, առաջիկայում էլ սպասեք, իսկ այսօր այսքանը ցտեսություն